Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք գրել ձեր ցանկությունները, ձեր կարծիքները, միայն հայոյանք չգրեք, որտեղ հայոյանք գրողներին ջնջում եմ, իսկ ովքեր փորձում են հայոյանքով վիրավորել ի պաշտպանություն Պյուտինի կամ Նիկոլի, նրանց լրիվ բլոկում եմ, իզուր մի տանջանք։ Իսկ բաժանորդագրվելը դա այն սև կնոպկան որ կա, սեղմեք դրան, արդեն բաժանորդագրված եք, որպեսզի ամեն օր նոր տեղեկությունը, նոր ինֆորմացիան գա հասնի ձեզ եւ կիսվեք ձեր ընկերների, բարեկամների հետ ձեր սոցիալական էջերում, որպեսզի ավելի շատ մարդ նայի, քանի որ իմ հաղորդումը ոչ պրոռուսական է, ոչ պրոարևմտյան է, իմ հաղորդումը պրո-հայկական է։ Սկսենք այսօրվա հաղորդումը բավական հետաքրքիր վերլուծական է, իմը միշտ վերլուծական է, քանի որ ես ներկայացնում եմ պատմական թե իրական փաստերը, բայց վերլուծելով տարբեր ռակուրսներից։ Ուզում եմ ներկայացնել, որ երեկվա եկեղեցու հետ գզվռտոցից հետո Նիկոլ Փաշինյանը, նրա կինը շարունակում են իրենց թմով հարձակվելը, դե ես սա համարում եմ նախընտրական կռիվ, քանի որ եկեղեցին ոչ թե պիտի անցներ հակառակ ինտերնետով, ես իմ սոցկայքերով պատասխան տալուն, այլ ուղղակի եկեղեցականները պիտի դուրս գային բոլորով փողոց եւ ժողովուրդը հաստատ կմիանար, եթե իրենք իրոք հայոց եկեղեցու կողմնակից են, ոչ թե անհատական շահերի։ Ես այսպես եմ ձևակերպում, միշտ ասել եմ, եթե բոլորը միասին դուրս գային, հաստատ ժողովուրդը կմիանար, բայց քանի որ կիսա պայմանավորված խաղա, եթե ոչ լրիվ պայմանավորված, բոլորը իրար հետ մի գործ են անում, ուղղակի ժամանակ լրացնեն 2-3 օր, մի 3 օր սա է հայոյում դարմա շոու, մյուս 3 օրը նրանք են հայոյում, էլ չասեմ, որ Նիկոլի կնիկը սկսել է արդեն դոգին երանի ենք տալիս, այ մարդ սկսել է մտնել, ինչ ասեմ, Սերժի ու լրագրողների արանքը ինչ-որ բաներ ասելով։ Հետաքրքիր է, որ ոչ Նիկոլը, ոչ է կինը չեն հայոյում, ոչ Սերժին, ոչ Քոչանին, ոչ էլ Լևոնին։ Հայոյում են լրագրողներին, ես եմ որևէ եկեղեցականի եւ այլն։ Սա իմ համար սովորական երևույթ է, ես ասել եմ, որ շոուներ են լինելու, սպասեք վիդեոներին, ազգային անվտանգության կողմից նկարահանված մարդկանց ներքին գործերին, ես չեմ անդրադառնալու սրա, ոչ է ցանկություն ունեմ հայոյանքներին, ասել եմ ուղղակի երկիրը այն մարդը, որ գիտի արդեն փախնելու է, ինքը վերջին կեղտոտ քայլերն անում։ Անցնենք իրական լուրերին, որը հենց նոր գցեցին, այսինքն 3 են գցել երեկոյան, նշանակմամբ 3 նոր լուր են գցել, ես որ 2 տարի առաջ հաղորդում էի անում, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել են նրան Վարդան Սիմաքեշը, հայի իբր հայ ջհուդը, որը բոլոր նախագահների հետ Հայաստանի փայա, որը Սերժի Քոչանի կեղտոտ փողերը լվացել է, որը Նիկոլի կեղտոտ փողերն է լվում, Նիկոլի համար երաշխավոր էր հանդիսացել, որ Նիկոլը փախնի կամ Ֆրանսիա, կամ Շվեյցարիա, որտեղ ինքը կպայի, քանի որ Նիկոլի կողմից ոչ միայն միլիարդները Հայաստանում լվում, կամ իրենց փողերն է լվում Եվրոպայում, նշանակված է Ֆրանսիայում դեսպան ու նոր են գցում, որ Նիկոլը առել է 3.1 միլիոն եվրանոց տուն Ֆրանսիայում, ու բոլորը վայ առել է, ժողովուրդ վայ նոր առել, այդ որ Արցախի 44 օրյայից հետո Արցախը հանձնեց, միանգամից Պուտինը Աննային տվեց Ռուսաստանի պատվավոր քաղաքացի ու Ռուբլովկայում տուն, այդ ժամանակ ոչ մեկը չգոռացիք, վայ, անպայման պիտի թերթին Քոչարյանական ու Սերժական արդեն երկրորդ ինֆորմացիան գցեն, որ նոր դառնա, վայ, հա, այդքան տարի ասում եմ, 3 տարի առաջվա հաղորդումը սպասեք, ասել եմ, 3 տարի առաջվա 21 թվի նոյեմբերին հաղորդումը ասել եմ։ Այսօր նայում եք ակրած հաղորդումների մեջ, բացեք, տեսեք։ Ինչ վայի մասին է խոսք, ինչի էս մի 3 միլիոնանոց տունն է, ինչի Կանադայի մի 5-7 միլիոնանոց տունն է, ինչի Ռուսաստանի 7-8 միլիոնանոց տունն է, ինչի բոլոր տեղերի տունն է, բոլորը իրար հետ հավասար թալանել են, հիմա ստից իրար պասերով բացահայտում են, ես ցանկություն չունեմ ընկնել ես մանկապարտեզի, հետևի Ժորժ ջան, որովհետև այն ինչ որ պիտի անեն, ես արդեն վաղուց եմ ասում, միշտ առաջ ասում եմ, որ այսպիսի բաներ անելու, հեսա հանելու են իրար ցույց տան, հանելու են իրենց կեղտոտ լվացքը փռեն, քանի որ ժողովրդին ասելու բան չունեն, երկիրը դրել են կործանման տակ, իրենք ժողովրդին կերակրում են ու ժողովրդի մի մասն այդ կուտը լավուտում է հայոյանքով, եկեղեցու հայոյանքով, ոչ թե հայոյում է հոգևորականին, այլ եկեղեցուն, հետո կպնում է հոգևորականին եւ այսպես էժան բաներ։ Սա մեր ազգին վայել չի, սրանք բոլոր իրար հետ գնալու են։ Այդ թվում նաեւ այն եկեղեցականները, ովքեր այս խաղի մեջ կան ու ընդունում են այդ օրենքները։ Պարզ է։
Ընդունում են, որտեվ իշխանության ելելով կարճած լինելով իրենց թալանի գահին, Հայաստանում ունենալով բազմահազար միլիոնավոր բիզնեսներ, Հայաստանի ներքաշելով, ինչի նոր եք իմանում, Նավասարդեն չէին, Տիգրան Սարգսյանի հետ Պուտինի սիրուի Հայաստանի իբր 500 միլիոն բրիլյանտ կտի դիմաց փող տվեցին հատկատարին Ռուսաստանի հետ կիսվան, այդ փողերը կորցրեցին, գնացին։ Նոր պատմություն, հա։ Գարեգին բան ինչքան պատմությունների մեջ է, մեռել եմ ասելով կրպակը, մյուսը, լույսերի խանութը, նոր եք իմացե, որ այդեցա։ Էլ չեմ ասում, որ այդ սուտի աստղերին 70 հատ բան արած դու ասա, սիլիկոնովի օպերացիաներ եւ այլ արած սիրուիներ պահելու նոր եմ ասել, ինձ պետք չի դրանք արդեն անցել են։ Ես մի բաներ կհիշեցնեմ, ընդհանրապես ասում են հիշողությունը թարմացում է պետք անընդհատ, որ մարդիկ պիտի հիշեն, որ այս ամբողջ գործողությունները անընդհատ եղել է։ Ուղղակի մարդկանց մոտ ոնց որ Հայաստանում դեղ են տվել ձգան հիշողությունը։ 2 ամիս անցավ, 1 ամիս անցավ, մարդիկ վերջ մոռանում են այդ բանը։ Մոռանում եք այս ամբողջ գործողությունը, մոռանում եք, որ Պարքև Սրբազանին պաճ-պչելով փախցրեցին Ամերիկա, ասին գնացել է բուժվելու, պարզվավ Ամերիկայի թուրքավոչ սուպեր սակո, եսի մյուսների հետ նստած կլկլալով կայֆեր անում, ինքն էլ Հայաստանում Հադրության կլանի իրար էին գյուլում աշտարակ կաթի համար։ Էդ էլ եք մոռացել 2 Հադրութի հոգևորական կլան։ Ու տենց հազարավոր բաներ։ Կենտրոնում այդ Սուրբ Աննա, որ սարքել եք, եսին որդեից Սուրբ եք գտե բերե, որը հայ եկեղեցու հետ ընդհանրապես կապ չունի ու չի ունենա։ Այդ պատմական շենքերը, որ քանդեցիք ժամանակին Սայատնովա 27 էր 29 սրճարաններ։ Երևանի փոխքապետ Վանո Վարդանյանի տղան էր աշխատացնում։ Դրանից առաջ Ալկոններ, որի տիրոջը սպանեցիք Դուբայում, ձեռից խլեցիք այս ամբողջ Զեյթունի այդ ֆիրման, առաջվա պատրոնների փամփշտի գործանը հետո տվեցիք։ Սկզբում իդեալին, հետո իդեալի հետ խաղեր տվեցիք, հանեցիք, տվեցիք Դոմոնին, էլ չասեմ Դոմոնի տիրոջը։ Ինչ վիճակում եք տվել։ Ինչ եք զորով շուն հաչացնում։ Ես գիտեմ, չէ ամեն ինչ, ես ոչ հայում եմ, ոչ եմ, այս ամբողջ ինֆորմացիան ես ասում եմ ճշգրիտ։ Ու իմիջիալոցի տարբերություն երկրի ղեկավարության, որոնք արդեն անցել են ոնց որ անցած էտապների խոսելով իրար հայերով, հայյանքը չպետք է խոսք գտնի մեր երկրի մեջ։ Ես ընդհանրապես գերգրադիետ հաղորդումներ եմ վարելու, որտեղ զգում եմ, որ դրանք արդեն ինչ անում ենք, փորձում ենք կրկնել ավելի վատ ձևով ժողովրդի հանդեպ։ Ասեցի ժողովուրդ, պայթեցրեք կասկադը, որ հարուստները նստելու տեղ չունենան, ազգի մասին մտածեն, Արցախը չհանձնվի, իրենք պայթացրեցին, Սուրմալու մյուստեղ։ Էսը։ Հիմա անցնենք մեկ այլ հարցի, որը կատարվում է Հայաստանում, էլի կրկին Նորք Մարաշի դեպքով մարդիկ վիդեոներ են գցել, որ բժիշկը ասում է թող ստորագրի, էլ քեզ տեղ չենք բուժելու։ Իա, շորչան նոր եք լսում։ Ես զարմանում եմ, որ դատական գործ են հանրություն մի բանի վրա, որին ես արդեն 5 տարի ասում եմ, ես վկայություն չեմ տալու, որտեղ մինչև վկայություն տալը, որ ես ասել եմ փաստաթուղթ ունեմ, որի տակ Նորք Մարաշ հիվանդանոցը ստորագրել է տվել, որ անկախ նրանից քեզ բուժել ենք թե չէ, դու ես հիվանդանոց էլ չես մտնելու, վсё ստորագրի, որ տանք փողերի հաշվարկը տանք, դիագնոզը տանք, չէ, չէին տալի։ Այդքանը ստորագրեցինք, ամիս ու կեսը չլչլեցին, որ նոր դիագնոզ տան։ Հասկանալի է, չէ՞։ Այսինքն ես այս մասին դեռ բարձրացնել եմ քանի տարի, հիմա այսօր պետք է այնտեղ մի քանի հատ բժիշկի գլխի սարքի, վույ, զապիսներ են կարել, էս են կարել։ Այդ հիվանդանոցի ձևն է դա։ Հերոյի հանցագործ Սերժի հետ փայ, Սաշիկի հետ փայ քծոնը շարունակվում է։ Տակը թող ոչ մեկ չգրի ամոթ քեզ իմ աղբոր սափրկե։ Տիկին ջան, տատի ջան, մորքուր ջան, քյավտար պարավ թե անչափահաս աղջիկ ջան։ Քո մի բարեկամին փրկելը հարյուրավոր մարդկանցից փող են առնում ու սպանում են։ Եղավ, դու քո գնա ուրախացի Աստծուն շնորհակալ եղի, ոչ թե հերոին։ Պարզ է։ Այդ հերոյի վրա դատական գործեր, որ արտասահման դիակների վրից անել էր սրտի ապարատները, բերել էր Հայաստան, Գերմանիայում այդ սրտի ապարատը ծառայում է 13-ից 15 տարի, Հայաստանում 5 տարով են դնում 7 միլիոն դրամով։ Որից մեկն է ուզում էին ին վրա սաղացնեին։ Ինչ եք զորով բուկետ բերան բացում։ Ասել եմ, չէ՞, հայակ չի հնչելու, ասելու եմ այն ինչ որ պետք է։ Այնպես որ ոչ մեկը մի գնացեք նոր սենսացիաներ արեք, որ ասում եք ժողովրդի հիշողությունը մոտա բանին դու ասա, ձգան հետո են եղվում, յո ես ծուկ եմ, բա ինչ ես։ Բա որ անընդհատ կրկնեմ, ես տարիներով պարբերաբար անցնում եմ այդ հիվանդանոցին, նենց չի որ 6 ամիսը մեկ ասում եմ, սոս մինչև մի հատ բան անում, նոր բու են բարձրացնում, եկեք տեսեք, այ, խուլիգան, հա, այդպես ձևերով դերասանական։
Ասեմ մեկ այլ հարցի, որի համար ուզում եի անպայման բարձրացնել, հարգելի հետևորդներ եւ Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության գրանցված մարդիկ կամ մարդիկ, ովքեր համակրում են։ Խնդրում եմ ձեզ, ուղղակի պահանջում եմ, Արտակ Սարգսյանի հետ խոսելը բիզնես պրոյեկտ չի։ Պահանջում եմ չառաջարկել որևէ բիզնես պրոյեկտ, զանգել կարևոր ազգային խոսք ունենք, մարդու ժամանակը սահմանափակ է, մյուս տեղի կարևոր մարդ ա եղել, խոսքը թողել է, աղբեր ջան, թող է գնացել է, այդ հարցերում մեկ է հոп, պարզվում է մարդը գալիս է ասում աղբեր, էսի կարան կանենք, էնի կարան կանենք, փող հատկա տանենք։ Ինչ է, եթե որևէ մեկը անկախ նայես մեր կուսակցությունից է թե չէ, ուղիղ եմ ասում, նման բան առաջարկում, դա ես գտնում եմ պետության կողմից ուղարկված մարդ։ Ինչի։ Որովհետև եթե ազգի համար կարևոր բան չես ասում, եկել ես կարտոլ առնենք, ընդ ծախենք, եսին ջուր առնենք, շամպայն լցնենք, ծախենք, դա ազգային գործ չի։ Քաղաքական կուսակցությունը դա քաղաքական հարցերի, ազգի հարցերը որոշելու համար։ Ունեք բիզնես պրոյեկտ, գրում եք սիրուն, կետերով, ոչ թե բոլորդ պահանջում եք կարևոր բան ուստեմ, ոչ մեկին չեմ ասելու, ասում եմ ինչ ա եղել, Գագիկ ջան, խնդրում եմ, կապի համարը տու, մարդը գնում է փոխանակ կարևոր մարդիկ են հերթի տակ, անընդհատ է զանգում եք, Գագիկ ասա, ինչ եղավ, կարևոր է, բան ենք արտադրել, ինչ եք արտադրել, կարևորագույն բան, դե կարևորագույն բան արտադրել ինչ ալում։ Լինում է հայ ազգի համար ինչ որ ռազմական, ինչ որ զինվորի պաշտպանական, չէ՞։ Օրինակ մարդիկ կային, որ դիմակներ էին արտադրել, որտեղ փամփուշտը չի անցնում։ Տարբեր նման բաներ առաջարկել են, բայց մեկը գալիս ասում է, ոբշեմ մի 500,000 դրամ դնում ենք միտեղ, 500,000 են դե այս գյուղից էս ենք տանում, դե այն գյուղից է։ Քաղաքական կուսակցության որակը է դա, դուք տենց եք որոշել, որ քաղաքական կուսակցությունը բիզնես տեղա գնացեք Քոչի Սերժի մոտ, Նիկոլի մոտ, մեր մոտ մի եկեք։ Ունեք բիզնես ծրագիր, գրեք, ինձ բաց էջերով գցեք, հենց չի որ ձեր ծրագիրը կկորի։ Messenger-ով, Telegram-ով գցեք, այսին բիզնես ծրագիրն է, կարանք նայենք, կտանենք կուսակցության տնտեսական խորհրդին, եթե տնտեսական խորհուրդը հավանություն կտա, որ դա հայ ազգի համար օգտակար է, ոչ թե փողոցային չարչություն, արի գնանք, ես ինչ ասեմ, Թուրքիայից շոր բերենք, թանկ ծախենք, չէ։ Մենք շատ հարցերում ասելու ենք չէ, մանավանդ ես, բոլորդ ինձից ասել եք, այնօրն էլ արտահայտվակ շատ էջերում, վիդեոալիքներում, որ վախում եք, բա ինչ պետք է անեն։ Բայց պետք է ստուդիայում ձեզ տեսնեմ, ով ինչ եք։ Հելնում եք մեկը Մելանիա Տրամփ անունով ասում եք ես հայ եմ։ Այդ դեպքում ծանոթանանք, ցայր։ Լավ կլինի տենց, չի կարելի, չէ։ Կամ կարևոր հարց ունեմ ազգի համար կարևոր հարցը 20 տոննա կարտոշկա այս գյուղից են կամ քաղաք ծախելն է, այդ ազգի համար կարևոր հարց է ձեր։ Այդ ձև կուսակցության մեջ մի եկեք գլուխ մի ցավացրեք, ավելի լավ է դուրս գաք։ Ուղիղ երեսներիդ եմ ասում։ Սարքել եք բարդակ, պետության հրամանն եք անում, որ հիմա ասեք, ահա, տեսակ կուսակցությունը բացել է, որ դա բիզնես անի ստիծնտե ասում ազգային։ Այդ սարքոցիները, այդ էժան ձևերը, որը ստանում եք որևէ մի կուսակցության կամ KGB-ի պատվալում, չնայած KGB-ն էլ այսօր դառել մանկապարտեզ, որ զբաղված է այս բաներով, մեզ դրանով մի մոտեցեք։ Ունեք ծրագիր, խնդրեմ, գրեք, առանց զանգելու, առանց վիդեոյով տենալու, ինչ որ էշեշ բառեր ասելու, կարևոր բան ունեմ, թաքուն մարդ պետք է չիմանա, այ մարդն հենց է խոսում, ես գիտնական բան եմ եկել, ես էս ինչն եմ տեսել, զանգում գնում ես, ասում ես լուրջ մարդ է մաքուր հագնված գնում, ասում ապե կարանք ստից բան ասենք 200 լիտր, 500 լիտր մածուն առնենք, տանենք ընդ թանկով տանք։ Ժողովուրդ ջան, չի կարելի, եթե դուք ուզում եք ձեզ նվաստացրեք, ձեզ նվաստացրեք, մեզ չէ։ Անցնենք հաջորդ թեմային, որտեղ ես Հայաստանից դուրս եմ գալու թեմաներով, ինչի, որտեղ թեման է դուրս գալի, ես չեմ դուրս գալի, ժողովուրդ ջան, որտեղ այսօրվա դրությամբ Հայաստանում հետաքրքրում է միայն լկտի սենսացիաները եւ երկրի կառավարության կողմից +21 նյութերը։ Դե խնդրում եմ, մեկը տակը գրեք տիկնայք, այն որ գրում եք ինչ է սովորեցնելու մեր երեխաներին, ասում ես 17 տարեկանն այն 5 օրա մոտ հաղորդում եմ անում, մեջը մի վատ բառ չկա, բացեք, ուղարկեք այդ ձեր 17 տարեկաններին եւ բացեք կառավարության էջը, վիդեոները, որ բոլոր երեխեքի մոտ բացում է, բացեք TikTok-ների խայտարակությունը, ուղարկեք կառավարությանը, տեսեք, որի մոտ ինչ կա։ Պարզ է։ Հիմա ասեմ միջազգային լուրերին, նախ ասեմ ձեզ, որ վատ լուր է եկել Ուկրաինայից, որ ռուսական զորքերը հարձակվել են, մեկ վայրկյան զարյոտ միացնեմ, ժողովուրդ ջան, կներեք, չնստի։
Վատ լուր է եկել Ուկրաինայից, որ ռուսական զորքերը հսկայական քանակությամբ հարձակվել են Սումիի վրա, նույնիսկ ինտերակտիվ քարտեզներ ցույց տալիս, եւ մոտ 240 կիլոմետր գրավել են, հարվածի տակ դնելով ուկրաինական ավելի քան 213 բնակավայր, որոնք էվակուացնում են, բայց դրանք սահմանային այն բնակավայրերն են, որոնք մեծ չեն, եւ մարդիկ դատարկվել են, ուրեմն 213 բնակավայրում ապրում են մոտ 4000 մարդ։ Պատերազմը ինչ ուղղությամբ կգնա, ինչի են պատերազմի համար հիմա իրար ուտում եվրոպական ղեկավարները, ում զենք նշատումը չէ, ամեն ինչը ցույց կտա։ Հիշեցնեմ, որ ուկրաինական պատերազմը միշտ իրենից ներկայացրել է առաջ ետ։ Մի անգամ ռուսներն են լավ առաջ գալիս, անցնում է 2 ամիս կամ մի ամիս կամ 20 օր ուկրաինացիք հակահարվածով գնում են մտնում են Ռուսաստանի տարածք։ Հետո հակահարվածով սրանք են առաջ գալիս, նրանք են մտնում։ Ինչ այլոց այսօր հաղորդեցին, որ Կուրսկի վրա հսկական քանակությամբ ԱԹՍ-ներ են ուղարկել, չգիտեմ քանի հատն են խփել, բայց ասես որ Ռուսաստանը հայտարարեց, որ պաշտոնապես կան արդեն զոհեր։ Եթե Ռուսաստանը հայտարարում է զոհ, թիվը բազմապատկեք մինիմումը 100-ով։ Մինիմումը, եթե ոչ 500-ով։ Սա իրական պատերազմի հետևանքն է, որը դեռ երկար է շարունակվելու։ Տրամփի իր խոստվածը, որ ասում էր 30 օրում կպրծնի, հետո ասեցի չի պրծնելու, ոնց պրծնի, քեզով ա տողելու զենք արտադրողներից, որ այդ կռվը պրծնի։ Մերցի նման մարդը արդեն 225 միլիարդ, հետո 25 միլիարդ, հետո 50 միլիարդ, Եվրոպային ստիպեց 800 միլիարդ մտցնեն զենքի մեջ։ Ով է քեզ թույլ տալիս, որ դու պատերազմ ավարտես։ Այդ զենքի արքաներն է բոլոր իրար հետ կապված են։ Էլ չասեմ, որ Ամերիկան էլ եւս այդքան է Ամերիկանը 670 միլիարդ է զենքի արտադրության մեջ, Ամերիկանը դրե Եվրոպայից քիչ։ Բայց այդքան զենքը պետք է կրակի է, ոչ են արտադրելու, բերեն բակերում կանգնացնեն, սիրուն կողքերը ծաղեք։ Պատերազմը ահա որ է։ Հիմա շարունակենք հաջորդ հարցը, որի մասին ես ուզում եմ ներկայացնել շատ կարճ։ Ես ուզում եմ ասեմ, Բաթում գնացող հանգստացող հայեր ջան։ Դուք լավ եք անում, որ Հայաստանից գնում եք, ցավոք սրտի Հայաստանում 5 անգամ ավելի թանկական Վրաստանում, ուղղակի խնդրում եմ ձեզ զգուշ լինեք։ Վրաստանը, որ արդեն միջազգային բրիտանական, նաև վերլուծական ընկերություններ, ինչպես նաև կառավարության կարծիք ներկայացնող բրիտանական հատուկ ծառայությունները ներկայացնում են Վրաստանի խարխուլ վիճակ, ես որ ասում եմ Վրաստանը քանդվելու է, սա միանշանակ քանդվելու է, որտեղ Վրաստանը այն զոհն է, որին իրար մեջ կտրտելու են, բաժանել, միշտ այդպես ա եղել։ Հիշում եք Սաակաշվիլին սկզբում Ռուսաստանի դեմ էր, ինչ արին Վրաստանի գլխին, բնականաբար ռուսական շպիոն։ Վրաստանը կտրտեցին, հիմա նույն ձևով դուրս է եկել Եվրոպայի դեմ, որն էլ կտրտելու է Եվրոպան, սա միանշանակ ժողովուրդ ջան, Ամերիկան ու Եվրոպան։ Հայում է նրանց, չի ընդունում դեսպաններին, թքում է վրաները դեսպաններին աքսորում։ Ամեն ինչ է լինում է հերթով, միշտ մեծերի մեջ փոքր խաղացողը իրար մեջ կտոր են անում, բզիկ իրենց հարցերի համար։ Ու նայած ու միջ կգա։ Եվ ուզում եմ ձեզ մի բան տեղեկացնել, որ ճիշտ է, բոլորդ գիտեք, որ Բաթումին նույնիսկ հանդիսանում է, հա, ամենամեծ փող դրվող տեղը Թբիլիսիից առաջ, եւ գիտենք, որ թուրքերը այնտեղ ահավոր շատացել են փողի խաթեր։ Բայց ես մի բան զգուշացնեմ, որ լավ զգաք, որ ոչ միայն թուրքերն են այնտեղ շատացել։ Այնտեղ շատացել են հիմնականում շենքերից 12 շենք հյուրանոցային եւ այլ շենքեր, որտեղ գնում եք սրճարաններ եւ այլն, նշանավոր թանկ էժան շենքեր, պատկանում են Նախիջևանյան կլանի օլիգարխներին, որոնք ադրբեջանցիներ են, որոնք Ալիևի մորքուրի տղա են գալիս օրող դվայորդնի, որոնք ժամանակին Ալիևին օգնել են, որ հայերի օգնությամբ Ալիևին փախցրին, որ չսպանեն Նախիջևան, հասկացնելով, որ Ալիևը պետք է հող տար հայերին, հետո իրենք պահեին Ալիևին, բայց ստացվեց հակառակը, Ալիևը որպես KGB-ի ղեկավար աղվեշում գցեց հայերին։ Հիմա այս նույն կլանը մոտավորապես 120 միլիոնի շենքեր ու շինություններ ունի Վրաստանում, անկախ նրանից դա ձեր համար Վրաստանը ասում եք վախենալու բան չկա, ոնց որ Անտալիա գնացողները, հիշեք, պատից կախած փայտն էլ մեկ-մեկ կրակում է։ Հիմա այնպես որ Թբիլիսիում, Բաթումում գնված ձեր տները շատ հայեր գիտեմ գնում են որ վարձող տան։ Դուք գնում եք ադրբեջանցիներից, հարստացնելով ադրբեջանցիներին, եւ մի օր էլ հենց այդ տունը գնել եք, թե չէ, հենց այդ նույն ֆիրման, որոնք օլիգարխներ են, բնականաբար միլիարդների հետ, Ալիևի կլանի, որոնք կապ ունեն Վրաստանի ղեկավարության հետ, մանավանդ հիմա պրոռուսական, մի գեղեցիկ օր կարող են ձեր տունը ձեզնից խլել, ոնց որ Սիմգայիթում ու Բաքվում մեր հայերի տները խլեցին։ Չմոռանաք այս խոսքերս։ Հələ դեռ եթե կենթանի փախնեք, սա փառք է։ Իսկ եթե անեն այն ինչ որ Բաքվում եւ Սումգայիթում էր,
Իսկ եթե Վրաստանը հիմա կոնկրետ գնում է պատերազմի, էդ ինչ եք ասելու, հա? Կոնկրետ գնում է պատերազմի մյուսների հետ։ Էլ չասեմ, որ հիմա էլ հակառակն է, Հայաստանի սահմանին գրում են, որ ավտոները կանգնած են, որոնց մեջ անասուններ կան, Ռուսաստանից մտնող չեն թողնում։ Ես զարմանում եմ, ինչա կատարվում այստեղ։ Էնի հասկացանք, վրացիներն են փակում ռուսի հրամանով, բացա ով է փակում։ Տեղինները, ոնց որ փակեցին Արցախի ճանապարհը Նիկոլը, չէին թողում օգնություն հասնել, սրանք էլ Հայաստանին փորձում են սովի մեջ գցել ռուսական հրամանով։ Ուրեմն ով որ ասի 7 երկ գիտես 7-ն է Պուտինի մասին, ես իրան ուրիշ բան կասեմ, ինչի դուք Պուտինի ինչն եք, որ երրորդ հարճն եք, գրագետ կասեմ։ Իսկ եթե գրագետ չասեմ, Աստված հեռու տանի, Աննա Հակոբյանը, Նիկոլը Դոգը Երանի կտակ, որ իրանք ձեզ քրվեն։ Անցնենք այս հարցից, ուզում եմ ներկայացնել մեկ կարևորագույն վերլուծական, որը բավական արդիական է, Արաբական Միացյալ Էմիրատները փորձում է դառնա ինքը գերտերություն, գերտերությունը հասկանում եք ինչ է նշանակում, գերտերությունը որոշվում է ոչ թե իր սահմաններով, այլ որոշվում է իր տնտեսական հզորությամբ, բնականաբար հետևանքով ռազմական կամ հիմնականում տնտեսականն է, որը փողով կարողանում է ամեն երկրում վարձել վարձկաններ, որոնք կարող են այդ երկրում ցանկացած ժամանակ պայթեցնել։ Սրա վառօրինակն էր, երբ որ ուզում էին Պորտ Սուդանի կողքը դնել նավահանգիստ, որի վրա պետք է ծախսեին 6-7 միլիարդ հող, իսկ ռուսները խոսքի էին տվել զորքեր տային Սուդանին, այս պայքարում Սուդանի համար, պայքարում ռուսները սկզբնական շրջանում հաղթեցին, այն որ սպանեցին երկրի ղեկավարին, հողը տվել էին արդեն, սպանեցին երկրի ղեկավարին, սկսվեց մի շարք հեղաշրջումներ, իսկ որ չթողեցին Էմիրատները սարքի, Էմիրատը հաջորդ հեղաշրջում արեց, երկրում վերածեց սովի եւ երկար ժամանակ այս անընդհատ հեղաշրջումներից սովից պայքարից հետո համաձայնվել է այդ տարածքը ժամանակավոր տա Էմիրատներին, բայց Էմիրատները շինություն չի անում, որովհետեւ սպասում է մինչեւ իրուսացով ամբողջ Սուդանը ներքին պայքարի, ներքին տերորիստական խմբերի եւ մնացածի ղեկավարությամբ իրենով անի։ Այո, քաղաքականությունը դա այն կեղտոտ մասն է, որ այնտեղ բոլոր ճանապարհները ընտրում են։ Անկախ նայած Արաբական Միացյալ Էմիրատը 89000 քառակուսի կիլոմետր է, թե 92, թե 93, տարբեր չավելացած կղզիներով, բնակչությունը իրական արաբները բնակչության 8%-ն են 10 միլիոնի, իրենք ունեն փող, որով կարողանում են աշխարհի մի շարք երկրներում իրենց ուզած անել։ Օրինակ Էմիրատներին է ենթարկվում Խալիֆ Խաֆթարը, որը կանգնեցնում է Լիբիայի անապատային մասի տերն է, որը ծովային մասի տերերի հետ անընդհատ վիճում է, կանգնեցնում է իր ուզածը, այսինքն թուրքական մասը, եւ այսօրվա դրությամբ թուրքերի դեմ աշխատող եւս մի պետություն է դուրս եկել, որը եթե Հայաստանին գա լավ ղեկավարներ, Արաբական Էմիրատները դառնալու է ամենաուժեղ դաշնակիցը, քանի որ թուրքերը չեն թողում Արաբական Էմիրատը աճի, ինչու, որտեղ արաբական ամենահարուստ պետությունն է, որը կարողանում է Աֆրիկա մայրցամաքում դուրս մղի։ Առաջինը Թուրքիային, որտեղ Թուրքիան ամենաճիշտ փող տնողն է, Չինաստանին, նույնիսկ Ֆրանսիային, Նիդերլանդներին, Մեծ Բրիտանիային եւ Միացյալ Նահանգներին։ Հիմա հերթով կներկայացնեմ թվերով ապշիկ։ Ինչ անում Արաբական Միացյալ Էմիրատները։ Քանի որ աշխարհում սկսվեց երկրորդ ասենք տնտեսական գաղութներից հետո վերաձևումը փողերով կապելու, Արաբական Էմիրատները սկսեցին 2000-ականներից հետո կամաց-կամաց ներխուժել Աֆրիկա։ Ինչ ձևերով, սկզբում փոքր շինություններով, այդ փոքր շինությունները ուղղակի վաճառելով, սարքում էին ինչ-որ բան, ասենք շենք, պետական, կառավարական վաճառում էին։ Կամ սարքում էին էլիտ շենքեր վաճառում էին։ Ինչով են Էմիրատները ավելի վստահելի։ Նախ Արաբական Էմիրատները մարդկանց աչքին նվաճող չեն երևում, քանի որ իրենք փոքր պետություն են, իրենցից հազարավոր կիլոմետրեր հեռու երկրի վրա ֆիզիկական ներգործություն չեն կարող անել, սա միանշանակ է, օրինակ Արաբական Էմիրատների միայն Եգիպտոսում դրած փողը 42.5 միլիարդ է։ Ինչ պիտի անի Արաբական Էմիրատը Եգիպտոսին, քանի որ A. ինքը արաբական երկիր է, B. օտարերկրացիներով հանդերձ, որը կեսից շատը քրիստոնյա են, այսինքն դա ուղղակի տեղ է ապրելու, ինքը ոչինչ չի կարող անի 125 միլիոն Եգիպտոսին եւ բնականաբար 1000 կիլոմետր հեռավորության վրա։ Դրա համար Եգիպտոսը համաձայնվել է իր արաբ ընկերն է, մեջն է քրիստոնյաներ կան, պետք եղած ժամանակ Ղպտիների հետ են գործանում, Եգիպտոսը աղքատ երկիրը իր աճի հանդեպ
հա, մեծ մասը անապատա, Եգիպտոսի ծովային նավահանգիստը, որի վրա ծախսել է 1.1 միլիարդ դոլար, որով ուղիղ գիծ եւ նորոգել է Սուեզի ջրանցքի ճանապարհը, որով ուղիղ գիծ է հաստատում, այսինքն Էմիրատները ունենում է փայ ոչ միայն Սուեզի ջրանցքում, այլև ունենալու է փայ, ամենակարևորը նորաստեղծ նավահանգստում, որը միանգամից միջերկրական ծովա դուրս գալիս։ Եվ ճանապարհին, որպեսի ճանապարհի վրա ոչինչ չստեղծվի, ինքը արդեն Սոմալիլենդ պետության մոտ սարքել է մեծ նավահանգիստ, որ ամենաշատը զայրացրել է Թուրքիային, իսկ Սոմալիլենդը, որ պատկանում է Անգլիային այսօր, Անգլիան ընդհանրապես ուրախ է, ինչի, որտեղ ինքը էլ պայքար չի մղում նոր եկած այս պետությունների դեմ, ինքը դա թողում է Էմիրատին, քանի որ Էմիրատը ժամանակին եղել է իր գաղութը, հիմա էլ բնականաբար իր հովանավորության տակ ամերիկյան զորքերի եւ այլն։ Տնտեսական զորքերի բազաների ներկայությունը այդքան էլ չի ազդում երկրների վրա, որոնք կարողանում են ավելի մեծ քաղաքականություն վարել։ Օրինակ, Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից մեկի Սենեգալի ղեկավարը հիանալի պայմանագիր է կնքի Էմիրատների հետ, որ ծովի նավահանգիստ ստեղծի, որտեղ այդ նավահանգստի մեջ ինքը փայ է։ Այսինքն, ամբողջ գործողությունները արդեն սկսել է դնել ոչ միայն շենքերի, կառավարական եւ մնացած գործերի մեջ, այլև դրել է նավահանգիստ ու լոգիստիկա, որը ինքն է կազմակերպում, բերում է հարկերը տալիս են, ինքն է բեռնաշրջանառություն անում, կողքի երկրները մնում են աղքատ, իսկ որտեղ Էմիրատը ունի նավահանգիստ, դրանք հարուստ։ Այսինքն նոր գաղութատիրական ձևի սկզբում գաղութներին չի համար էին, չէ՞, ճանապարհներ ունեն, օրինակ երկար ժամանակ պորտուգալացիները ինչու էին կարողանում ամբողջ մինչև Ֆիլիպիններ թալանել Հնդկաստան, որովհետև ոչ մեկ չգիտեր, իրենք քարտեզները թաքուն էին պահում, ինչպես հասնել Հնդկաստան, Ֆիլիպիններ եւ այլն։ Պարզա, հիմա էլ նույնը գալիս է արդեն բաց ձևով Էմիրատին, ով ունի հսկայական տոննաժ ապահովող մի քանի 100,000 տոննա, միլիոն տոննա ապահովող նավահանգիստներ, բնականաբար նրա մոտ է կանգնում մեծ նավերը։ Այսօրվա դրությամբ բեռնատոննաժով, ասենք, բաները, տանկերները, ամենամեծ լաստանավերը հասնում է մինչև տանկեր կա հասնում է մինչև մի 200 թե 300,000 տոննայի, իսկ բոլոր նրանք, որոնք իրենց վրա վերցնում են հսկայական լաստանավի նման, հսկայական վերցնում են իրենց վրա, մոտապես 800-ից 900,000 տոննանոց լաստանավեր կան։ Սա ամբողջն է։ 800-ից 900,000 տոննա իրենց վրա վերցնող լաստանավեր, սա շատ մեծ բան է, եւ տեսեք ինչ անում։ Ուրեմն ներկայացնում ենք վերջին ներդրումը Ամերիկայի բանը Աֆրիկայում Արաբական Միացյալ Էմիրատների համեմատությամբ մյուս երկրների։ Տեսեք, ուրեմն Սաուդյան Արաբիան շատ կարճ ժամանակահատվածում դրել է 110 միլիարդ դոլար փող, ել եմ կրկնում 110 միլիարդ դոլար փող։ Եվ այդ 110 միլիարդ դոլարը այնքան կարճ ժամանակում է դրել, որ ավելի շատ է, քան Չինաստանի դրած 43 միլիարդը 30 մոտ տարվա մեջ։ Ուրեմն Ամերիկան, որպես հաշվենք, 17 միլիարդ է դրել, Մեծ Բրիտանիան 60, Նիդերլանդները եւ Ֆրանսիան 54 միլիարդ։ Թուրքիան մոտ 1 միլիարդի մոտ է, դեռ չի ասել։ Ամբողջ Աֆրիկայի մեջ իր օգնություններով, իր գործողություններով։ Հիմա ի՞նչ է նշանակում Սաուդյան Արաբական Միացյալ Էմիրատների արածը։ Նախ Արաբական Միացյալ Էմիրատները ոչ միտեղ զորք չունի, բայց ունի հսկայական փող, որով պահում է այդ երկրների կրիմինալներին իր ձեռքի մեջ։ Տեսեք ինչ հետաքրքիր ձև է մտածել։ Սա օֆշորնի զոնա, ասենք գալիս է մտնում Սենեգալ, ընդունենք, մտնում է Սենեգալ, Սենեգալի կառավարությունը եթե իրան չի ընդունում, ինքը գտնում է այնտեղ կառավարությունից դժգոհ թեկուզ ընդդիմության կամ կրիմինալներին, նրանց կաշառում է մի պայմանով, որ այդ կաշառքը ամբողջ իրենք ներդնում են Էմիրատի բանկում փող են ստանում, փոխարենը ստանում են դոտացիաներ այդ երկրում իրենց հարցերը մտցնելու, բիզնես ունենալու։ Այսինքն արդյունքում դուրս է գալիս մի հատ խապկանքային իրավիճակ, որը ստեղծում է օֆշորնի զոնա, որի համար բավական երկրներ բողոքել են, նույնիսկ Ամերիկան, Անգլիան, բայց դիմացը չեն կարողանում առնել։ Հասկացաք, չէ, օդ է։ Ես ձեզ ոնց որ տալիս եմ, ինչ ասեմ, ես ձեզ տալիս եմ 100,000 դոլար, այսպես բացատրեմ, որ գաք դուք Նյուրնբերգ մեր սրճանում փայելնեք, բայց մի պայմանով, որ այդ 100,000-ը մեր լոմբարդում պիտի դնեք, մենք ձեզ փող կտանք։ Տոկոս կտանք կամ մեր բանկում, սենց ասել։ Այդ դու գալիս ես, սրճանին փայ ես սլում, ուրախանում ես, որ փայ ես 100,000-ը փող ունես, բայց այդ 100,000 փողը ես այդ քեզ չեմ տալիս։ Դուրս է գալիս, որ այդ 100,000-ի դիմաց դու քո երկրում որևէ բան զիջում ես ինձ։ Այսինքն արդյունքում շահում է կրիմինալը, շահում է Էմիրատը։
Եվ շահումը բնականաբար այդ երկրում ստեղծված վիճակը, որը լոգիստիկան բավական զարգացնում է ու իրար մեջ ստեղծված այս process-ների վրա արդեն գնում է կենթանի ներդրման, այսինքն շոշափելի։ Ինչ անում։ Օրինակ Քենիայում ներդրել է տուրիստական հսկայական համակարգ, որը բավական մեծ եկամուտ է բերում։ Տանզանիայում նավահանգիստներ, բուսաբանական տեղերում տուրիզմ եւ զվարճանքի կենտրոններ, Մոզամբիկի մայրաքաղաքում, Մապուտոյում հսկայական նավահանգիստ։ Մի խոսքով բոլոր այս գործողությունները Նիգերիայում նավթի վերամշակման բերում է վերամշակման գործիքներ եւ ինքը աշխատում է, բայց ամենաշատ այստեղ նեղվել է Թուրքիան, այմար Թուրքիան նեղվել է ինչ էս նեղվել է, որ իրեն առանցել է 1 միլիարդ ուզում տնի Սոմալիում նավթ անի, նրա դեմ դուրս է գալիս Արաբական Միացյալ Էմիրատները, որովհետև ցանկացած երկրում, բերեք այսպես համարենք, Արաբական Միացյալ Էմիրատները, որ այդ երկրից ոչինչ չի ուզում, եթե մաքուր են խաղում, ինքը ոչինչ չի ուզում, ինքը իր փայն է ուզում, այսպես ասեմ, ինքը գայից գցում է նրանց, ովքեր իր պայմանները չեն անում։ Իհարկե քաղաքականությունը միշտ է լկտություն։ Իսկ 140 միլիոն դոլար դրել է, սարքել է Սոմալիի նավահանգիստը, որպեսզի աֆրիկյան այդ կոտոշը վերահսկի, Թուրքիան այդտեղ ոչ մի բան չունի արած։ Եվ եւս 15 կիլոմետր հեռավորության վրա 442 միլիոն անոց մի հատ նավահանգիստ է սարքի, այսինքն կրկնակի, որ այդ աֆրիկյան եղջյուրի մասը պահի։ Թուրքերը չեն կարողանում ոչ մի բան անել, թուրքերը փրփրած են, որովհետև չեն կարողանում ոչ մի գործողություն անել։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր Սուդանում ռազմական գործողություն էին անում, երկրորդ этап թուրքերն էին փորձում մտնել իշխանության մեջ, այնտեղ թուրքերին էլ այնտեղ խփել տվեցին։ Եվ անույնը Սոմալիում են թուրքերի դեմ դուրս գալիս, որտեղ բնականաբար Թուրքիան Սոմալի չի կարող հասնել զորքով, ինքը որտեղից պետք է դուրս գա։ Պետք է դուրս գա միջերկրական ծովով կամ Սուեզովով է թողելու զորքեր անցկացնի, հիմա Եգիպտոսի հետ էլ ավիճած, ոչ մեկ, դուրս է գալու Ջիբրալթարով, ֆռա ամբողջ Աֆրիկան զորքը բերի հասնի, իսկ Էմիրատից մինչև Սոմալիլենդ մի քանի 100 կիլոմետր ինքը կկարողանա հասնի եւ ամեն ինչին տիրի, ել չասեմ, որ ռազմական բազա է ուզում դնի եւս Ջիբութիում եւ մնացած տեղերը։ Եվ այսօրվա դրությամբ ինչ ես ներկայացրեցի, սա նոր մարտահրավեր, նոր պատմության մեջ առաջ եկող երկիր է, որը առաջ է գալիս ոչ միայն փողով, այլև պետք եղավ առաջ է գալիս օգտագործելով տարբեր սև ու սպիտակ ճանապարհներ։ Բայց եթե մենք կողքից նայենք, արդյոք այդ երկրի արած գործողությունը տվյալ ազգին վնասա թե չէ։ Ես կասեմ չէ, բացատրեմ ինչի, բացի կրիմինալից, որ կռվասարկում։ Բերեք այսպես ասենք, Աֆրիկայում ով էր դնելու Սենեգալում 1.2 միլիարդ փող նավահանգիստ սարքել, ոչ մեկ, ով էր 7.2 միլիարդանոց քաղաք սարքելու անճոռնի աջող եգիպտացիների, ոչ մեկ, ով էր տուրիստական զարգացում տալու Քենիայի խորքերին, ոչ մեկ միլիարդների, ով էր Տանզանիայում սարքելու եւ տուրիստական եւ մնացած, ով էր հսկայական նավահանգիստ սարքելու Մոզամբիկի պես գեր աղքատ երկրներում։ Բարձր, բոլորը չինացիները, մյուսները անում էին, փոխարեն փող էին ուզում, բայց հաշվի առնելով վերջի ժամանակը, որ Ամերիկան արդեն Աֆրիկային փող չի ուզում տնի, մտածում այնտեղ դրածը կորածը, դե Ֆրանսիան պահում է, որտեղ Ֆրանսիան այն նույն սիստեմով ասել եմ ձեզ, ամերիկյան այդ երկրների փողերը պահում է իր մոտ, դրանց տոկոսն է թողում ֆրանսիան, Անգլիան նույն իրավիճակով, մնում է այստեղ Չինաստանն էլ տնտեսական հսկա խնդրի համար թիվի իջեցրել է 4 միլիարդի, դուրս է գալիս, Թուրքիան եկել է ուզում այնտեղ իրեն զորքով եւ ամեն ինչով գործանի, որը շատ ցավոտ ալնելու պայքարի միջոցով, քանի որ Սոմալիի կառավարությունը միացյալ, որ Սոմալին բաժանված է, միացյալ կառավարությունը ինքն էր թուրքերին խնդրել որ գան, Թուրքիայի հետ միասին անընդհատ միջազգային դատարաններ մատ բողոք են ներկայացնում, թե արաբական միացյալ էմիրությունները նվաճում են եւ բաժանում են Սոմալին։ Եվ հենց այս գործողություններում հակաթուրքական երկիրը, որը ունի հսկայական փողային պոտենցիալ, տարեկան բյուջեն տալիս է 118-ից 122 միլիարդի ավելցուկ ժողովուրդ։ Էմիրատների բյուջեն, եւ նրանք կարողանում են իրենց ձեռքը կենտրոնացնել աֆրիկյան մի շարք քաղաքներ եւ ավարտին հիշեցնեմ, որ այս պայքարը դեռ շատ թեժ է լինելու ու ուրախություն մեծ Թուրքիայի դեմ եւս ունենում ենք մի ուժեղ դաշնակից, եթե Հայաստանի ղեկավարը լինի իրոք հայ Էմիրատի հետ միանա։ Այսինքն թուրքական դաշնակցությունը երևում է պայմանագրի մեջ 100% հակաթուրք կան Կիպրոսը, Հայաստանը, Եգիպտոսը, դե Իսրայելը իրան մցրել է, չընդունենք, բայց շահեր ունի,
Սիրիան, Հայաստանը եւ ավելանում է Միացյալ Էմիրատները, բավական նորմալ։ Ինչի Աֆրիկայի վրա, որովհետեւ այսօրվա դրությամբ Աֆրիկան աշխարհի ամենաքիչ հետազոտված երկիրն է, բայց ամենամեծ մայրցամաքը 30 միլիոնից ավելի քառակուսի կիլոմետրով։ Աֆրիկայում է գտնվում նիկելի, քրոմի եւ պլատինի 90%, ոսկու 40%, ադամանդի 55%, միայն նավթն է 8% եւ գազը 12%, սա չհետազոտված հանքեր։ Այսքանով ավարտում եմ հաղորդումը, հարգելիներս, հասկացեք, ես միշտ հաղորդումները ներկայացում եմ վերլուծականով, որից հետո դեպքերը զարգանում է, հետո նայեք դուք հետ։ Ինչի ես սա ներկայացրեցի, որտեղ այսօրվա դրությամբ մենք բացի միայնակելուց շատ հարևաններ հետ կարող ենք ընդհանուր գործի մտնել, ընդհանուր գործարքի, այո, որտեղ գործարքը այսօր աշխարհում ապրել է, բոլորը գործարքով են ապրում։ Տեսեք ժամանակին Սաուդյան Արաբիան, որը Հայաստանի չճանաչող երկրներից մեկն էր, Արցախյան 44 օրերին Թուրքիային բլոկադա ենթարկեց, ամեն ինչը փողով կտրեց։ Պատճառը բռնեց հայերին, բայց խփում էր իր տնտեսական հարցերին։ Հիմա նույն Իրանը, ինչքան էլ Թուրքիայի լավ է լինում, ինքը ունի հարց, ասում է, Սյունիքի իմ կարմիր գիծն է, միլիմետր չգնա։ Եվ նման բաներ, իսկ ինչի Էմիրատը, որ մեր հետ այդքան լավ է, Էմիրատում հայկական համայնքից բացի եկեղեցիների մեծ մասը եւ մզկիթների սարքողները հայեր են, միլիարդավոր փողեր կա եւ Էմիրատներն եզակի երկրներից է, որ հայկական եկեղեցիների ամբողջ ֆինանսավորումը, ամեն ինչը ոնց որ Իրանը եւ Հորդանանը վերցրել են իրենց վրա։ Ես նայեցի Իսրայելի դեպքերը այդ Կովերի պուրակի պահով, որը միջազգային փաստաթղթով քաղաքի Սիոն լեռան մասը հայերին է եւ հрьяաներ ուզում են հայերին վտարեն, որ արաբների վրա ավելի հեշտ իշխեն, բայց ի տարբերություն Իսրայելի, որը հայերի վրա հարկեր է դնում, ոչ մի մամեդական երկիր չի դրել, պատմության մեջ կա նույնիսկ Օսմանյան սուլթանը ցմա թուղթ աստորագրել եւ Լոզանի կոնֆերանսով ցմա թուղթ աստորագրած, որ այդ տարածքը խողերը ենթակա չի ուրիշին, պետք է մնա հայերին։ Իսկ ջուդները ամեն ինչ անում են, ջարդում են, կոտորում են, բռնել են կաթողիկոսին այնտեղի բան են արել, թուղթ են տվել ստորագրի, որ այսքան մասը իմն է, հետո այդ մարդը փախել է, բայց կա երկրորդ տարբերակ, այդ մարդը ասում է, ընկեր ջան, ես չէի կարող առանց կաթողիկոսի ստորագրել, եսով այդ թողնայր ստորագրել, այդ Կովերի պուրակի համար, ես երկուսի հետ էլ համաձայն եմ։ Եվ կար մի առիթ, որ կաթողիկոսը փորձել է ծախի, հետո տեսել է, որ շուխուրանքի արդեն հիստերիա է։ Էս էլ եմ ես համաձայն, հաշվի առնելով հայկական եկեղեցական հոգևորականների այսօրվա դեմքը։ Բայց բանն այն է, որ փաստացի դատական գործը արդեն հաղթանակի վրա է, որ հայերը մնալու են այդտեղ, քանի որ Լոզանի կոնֆերանսով հայերին ոչ մեկ իրավունք չունի ձեռք տալու։ Ճիշտ է, պայքարում են ծեծ ու ջարդ կռիվ, բայց հայերը մնալու։ Հարգելիներս, հիշեք խոսքերս։ Երբ որտեղ մարդ պայքարում է, տեսեք Իսրայելի մեջ ոստիկանություն, հանցագործ, նարկոմաններ լցնում են հայերի վրա կրակոց, խփոց, ջարդել եկեղեցի, բայց չեն կարողանում վերցնել։ Դե թող ոչ մեկ չասի, որ գիտեք ինչ, 3 միլիոն հայը մեղ կա, բոլորը կողքերից կուտեն։ Պայքարողին ոչ մեկ չի հաղթում։ Օսմանյան 80 միլիոնանոց կայսրության դեմ պայքարող Չեռնոգորյան, որը 4000 քառակուսի կիլոմետրի վրա 100,000 բնակչությամբ էր, այնքան թուրքերի հոգին կերան, մինչև Չեռնոգորիային 3 անգամ տարածքը մեծացրին, 13000 քառակուսի կիլոմետրի վրա Թուրքիան ճանաչեց անկախություն։ Պարզա, այդ նրանից էր, որ մեջները դավաճան չկար։ Իսկ մեր մեջնի դավաճանները ենթարկվելու են դաժանակիր աշխատանքի։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավոր հարգելիներս հիշեք։ Ճիշտ հայը նա է, ում մեջ Աստծո լույսը վառվում է, ու Աստված փրկելու է այդ հայրին։ Իսկ ով անցնում է վաճառվելուն, նա վերանում է հայ լինելուց, նա լինում է սատանի ծառա ու միշտ կործանման է գնում։ Կգնա այսօր, հիմա կասեք, բա ինչի չի գնում անդադակը գնում եք։ Ինքը չլինի իր տղան, իր թոռը իր աչքի դեմ գնալը։ Սա այսպես է։ Աշխարհի դրվածն է սա։ Վատություն անողը կյանքում չպետք է վայելի ու առաջընկնի։ Դրա համար Աստված թող արժանի պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, ներքինին հատկապես, որովհետև նրանք անտեսանելի են, տականք են ու ետևից տանակով խփող։ Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, հաջորդ տարին Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, հաջորդ տարի Մուժ, Վան, Արդվին, Բաբերդ, Կեսարիա, Կիլիկիա, Անկորա եւ Պոլիս։ Ամեն։